Սիրելի հայրենակիցներ, կրկին բարև ձեզ, այսօր մարտի 4-ն է, սա արդեն թվով մեր երկրորդ հաղորդումն է։ Մենք փորձում ենք շարունակել մեր աշխատանքը արտակարգ ռեժիմով, քանի որ մեր տարածաշրջանում, այնչու չէ նաև մեր տարածաշրջանն է, շատ հեռու չէ մերձավոր արևելքը մեզանից, պատերազմի մեջ է, 11 երկրից ավել ներգրաված է արդեն այս պատերազմի մեջ, բարեբախտաբար այդ պատերազմը դեռևս հարավային Կովկաս չի հասել, բայց արդեն հասել է նաև Թուրքիա, կամ հասնում է արդեն Թուրքիա, ահա այս մասին մենք այսօր արդեն մանրամասն կխոսենք, իմիջիայլոց երբ որ մենք երկու օր առաջ խոսեցինք եւ հաղորդեցինք այն լուրը, որ Թուրքիայի մեջ ամերիկյան ռազմաբազայի է հարվածել Իրանը, Ինջիրլիկ ռազմաբազայի, որոշները կարծեցին, թե դա ապատեղեկատվություն է, Թուրքիան պաշտոնապես փորձեց հերքել լուրը, չնայած որ կար լրագրող, որը որ նկարում էր, որ ծուխ է բարձրանում, այդ ժամանակ ես ասեցի պարզ է, թե ինչու է դա Թուրքիան անում, ահա այս հարցը մենք կսկսենք քննարկել, լավ, երևի հենց սկզբից էլ այս հարցին անդրադառնանք, քանի որ էլի շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու, միանգամից այս հարցից էլ սկսենք, բայց նախքան դա կոչ եմ անում անպայման լայքել եւ բաժանորդագրվել, եթե չեք բաժանորդագրվել մինչեւ հիմա մեր ալիքին, մեր համար ամենամեծ աջակցությունը հենց դա է, ոչ մեկից փող չենք խնդրում, որևիցե այլ օգնություն չենք ուզում, միայն բաժանորդագրվեք, լայքեք եւ տարածեք, մեկնաբանեք մեր հաղորդումները։ Ուրեմն, քիչ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Իրանը Իրաքի, Սիրիայի տարածքից հրթիռ է ուղղել դեպի Թուրքիա եւ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությունը, որը որ տեղակայված է Թուրքիայում, սա շատ կարևոր է նշել, ՆԱՏՕ-ի հենց ուժերն են խոցել այդ հրթիռը միջերկրական ծովի մոտակայքում տեղակայված ուժերը։ Սա փաստացի նշանակում է այն, որ Իրանը արդեն համարձակություն ունի ոչ միայն գրոհելու Թուրքիայի վրա, այլ նաև հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Եթե ՆԱՏՕ-ի ուժերն են խոցել այդ հրթիռը, դա նշանակում է, որ հարվածը ուղղվել է կոնկրետ ՆԱՏՕ-ին։ Բայց այստեղ կան նաև որոշակի բայցեր, հնարավոր է Թուրքիային շատ ձեռնտու էր, որ ՆԱՏՕ-ի անունը անպայման շեշտվի այդ հաղորդագրության մեջ, որը որ տարածում է իրենց պաշտպանության նախարարությունը, որպեսզի Իրանը հասկանա, որ ոչ միայն Թուրքիայի, այսինքն իրենց հետ գործ ունեն, այլ նաև ամբողջ ՆԱՏՕ-ի հետ։ Հնարավոր է, որ Թուրքիան երկու օր առաջ ուզեց թաքցնել այդ միջադեպը, որը որ տեղի ունեցավ Ինջիրլիկում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազայի նկատմամբ, եւ դա Էրդողանի հայտարարությունների ոճից էր բխում, նաեւ Թուրքիայի արտգործնախարարի ոճից, իրենք դեմ են այս պատերազմին, հստակ հասկանալով, որ հաջորդը Իրանից հետո Իսրայելի համար կարող է Թուրքիան լինել թիրախում։ Շատ անկանխատեսելի պատերազմ է սա եւ այն անկանխատեսելի է նաեւ Թուրքիայի համար, հավանաբար այդ միջադեպը պահեցին այն ժամանակ եւ իրենց դիվանագիտական հնարավորություններով, կապի միջոցներով փորձում էին համոզել Իրանին, որ նման գործողություններ այլևս Իրան իշխանությունները չձեռնարկեն։ Բայց այսօր մենք տեսնում ենք այս պաշտոնական հաղորդագրությունով, որ Իրանը հաշվի չի առել Թուրքիայի այդ կոչերը եւ արդեն Իրաքի, Սիրիայի տարածքի վրայով հրթիռ է ուղղել Թուրքիայի տարածք։ Բալիստիկ սպառազինություն է ուղղել, ահա այդպես է նշվում հաղորդագրության մեջ։ Սա նշանակում է այն, որ ՆԱՏՕ-ն արդեն ուզած-չուզած պետք է որ արձագանքի, եթե սկզբում Իրանը փորձում էր հարվածել Կիպրոսին, չէին հասնում այդ հրթիռները Կիպրոսի տարածք, հետո արդեն հարված հասցվեց այն փոքրիկ կղզում, որը որ պատկանում է Մեծ Բրիտանիային, Կիպրից ոչ հեռու, Կիպրոսից, բայց Մեծ Բրիտանիայի տարածք է եւ փաստացի ՆԱՏՕ-ի պետության վրա դա հարձակում էր, Մեծ Բրիտանիան փոխեց իր վերաբերմունքը այս պատերազմի նկատմամբ, ակտիվացավ, հիմա
Իմիջիայլոց նաև Ֆրանսիայի նախագահը նոր հայտարարությամբ է հանդես եկել, ասում է, որ իրենց ավիակիրը Շարլ դե Գոլը մտնում է տարածաշրջան, ապահովելու համար Կիպրոսի անվտանգությունը, այսինքն եվրոպական երկրներում շատ լուրջ մոբիլիզացիա է տեղի ունենում եւ առաջատար երկրները, հիմնականում Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մոբիլիզացվում են, շատ լուրջ ձևով մոբիլիզացվում են, իսկ Թուրքիան, որ արդեն հաղորդագրություն է տարածում եւ կոնկրետ ասում է, որ ՆԱՏՕ-ն է խոցել, ՆԱՏՕ-ի ուժերը Թուրքիայում խոցել են այդ բալիստիկ սպառազինությունը, որը որ ուղղված էր հավանաբար ՆԱՏՕ-ի ռազմաբազայի դեմ, սա շատ մեծ բան է նշանակում։ Արդեն նշանակում է սա այն, որ թիվը երկրների, որոնք որ ներգրավել են այս պատերազմի մեջ, ավելանում է, եթե 11-ն են հիմա 12-ի մասին կարող ենք խոսել, եթե 12-ի մասին էլ չխոսենք, ավելին էլ կարող ենք ասել, որ եթե հարձակում էր դա ՆԱՏՕ-ի վրա, ապա ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության դա պետք է հարձակում համարվի ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկրի վրա։ Շատ հետաքրքիր է հետևել իրադարձությունների զարգացմանը, թե ինչ հայտարարությամբ հանդես կգա ՆԱՏՕ-ն, ընդհանրապես հայտարարությամբ հանդես կգա թե չէ, կամ ինչ որ այլ կերպ կարձագանքի թե չէ, 100%-ով դժվար է ասել, բայց ամենայն հավանականությամբ հայտարարություն լինի, բայց որ հիմա ՆԱՏՕ-ն կներգրավի այս պատերազմի մեջ, դեռ մի փոքր, չասեմ անհավանական է, դեռ այդ սցենարը երևի թե մի փոքր հեռու է, այդպիսի զարգացում դեռ դժվար է պատկերացնել։ Այսինքն օրերի հարց, այսինքն շատ բան է արագ փոխվում, օրեր անց կարող է ներգրավի ՆԱՏՕ-ն, բայց այս պայմանությամբ չեմ կարծում։ Իմիջիայլոց Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս ռազմական գործողությունները առնվազն 2 շաբաթ կշարունակվեն։ Այսօր ամբողջ օրը, գիշերը նույնպես Թեհրանը հարվածների տակ էր եւ ոչ միայն Թեհրանը, ամբողջ Իրանի տարածքը, խոսվում է նաեւ իրանական նավի խորտակման մասին եւ փաստացի, եթե մենք հավատանք այդ հայտարարություններին, հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հնչող հայտարարություններին, ապա Իրանը այլևս նավ չունի, ռազմածովային ուժեր չունի, բայց Իրանն էլ է հաղորդագրություններ տարածում եւ ասում է, որ 650 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ավիակիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը որ մի փոքր հեռացել էր Իրանի սահմաններից եւ գտնվում էր 650 կիլոմետր հեռավորության վրա հնդկական օվկիանոսում, իրենց կողմից իբր խոցվել է նորագույն հրթիռների կողմից եւ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ որ տանկերի միջոցով ավիակիրը լիցքավորվում էր, իրենց տեղեկություններով, իրանական տեղեկություններով մեծ հրդեհ է բռնկել ավիակիրի վրա եւ ավիակիրը ստացել է լուրջ վնասներ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հերքել է այդ տեղեկությունները, որ որից է ձև ավիակիրը վնասվել է։ Դրանից բացի Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել եւ հստակ ասել է, որ Իրանի ռեժիմի կողմից նշանակված յուրաքանչյուր առաջնորդ, որը կոչ է անելու կրկին մահ Իսրայելին եւ մահ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այդպիսի կոչերով է հանդես գալու, կլինի իրենց թիրախում եւ իրենք կոչնչացնեն յուրաքանչյուր առաջնորդի, ով հանդես կգա նման հայտարարություններով եւ բնականաբար նաեւ քաղաքականություն կվարի այդ ուղղությամբ, այսինքն կշարունակի Ալի Համենեի քաղաքականությունը մահ Իսրայելին եւ մահ Միացյալ Նահանգներին այդ կարգախոսերով։ Նաեւ կա տեղեկություն, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների իսրայելական F-35 ինքնաթիռը օդում խոցել է իրանական Yak-130 ինքնաթիռ։ Սա ասում են, որ օդում առաջին մենամարտն է ինքնաթիռների, երբ որ F-35-ը խոցում է ինչ-որ ինքնաթիռ։ Իսկ իրանցիները հայտնում են, որ իրենց
հոպի միջոցով կարողացել են խոցել ամերիկյան կամ իսրայելական կործանիչ, բայց շատ կասկածում են, որ նման բան կարողացել է անել Իրանը, կար ինչ-որ տեսանյութ, ինչ-որ ծուխ թեթև երկնքում, ավելի շատ նման էր խոցված կամ անօդաչու թռչող սարքի կամ ավելի շուտ ինչ-որ փոքրիկ հերթիրի, եթե իրոք կործանիչ խոցվեր Իրանի երկնքում, շատ ավելի մեծ ծուխ կլիներ, շատ ավելի հետաքրքիր կադրեր էինք տեսնելու մենք բոլորս, բայց նման տեղեկություններ չկա, հավանականությունը շատ քիչ է, որ Իրանը իրոք կարողացել է խոցել իսրայելական կամ ամերիկյան ինքնաթիռ։ Տեղեկություն կա, որ քիչ առաջ նաև իրանական ԱԹՍ-ները կարողացել են հարվածել Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան Վիկտորիա ռազմաբազային, այսօր իրաքյան ուղղությունը շատ է ակտիվացել, այսինքն Իրանը փորձում է Իրաքում ամերիկյան ուժերին հարվածել եւ ոչ միայն Իրանը, այլ նաև Իրաքի այդ միլիցիան, որը որ շիա միլիցիաներ են, այսինքն փորձում են այդ ուժերով խոցել Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազաները։ Ես ինչպես արդեն նշեցի մեր նախորդ հաղորդումների մեջ, շատ են ակտիվացել Իրանի շիաները, փորձում են աջակցել ամեն գնով Իրանին, եւ սա էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրականում բաց թողումներից մեկն է, երբ որ Իրանում պատերազմը սկսեցին եւ ավարտեցին, չարեցին նորմալ ամեն ինչ, որպեսզի այդ ուժերին թույլատնեն եւ չեզոքացնեն։ Ժամանակին չարեցին նորմալ ոչինչ, ուղղակի փորձում էին կենտրոնանալ քրդերի դիրքերի ամրացման վրա։ Եվ դրանից բացի կարևոր տեղեկություն ենք ստանում, որ քիչ առաջ Իրանը հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի նավթ արտադրող մեծ գործարաններից մեկին, շատ լուրջ է սկսել Իրանը թիրախավորել Սաուդյան Արաբիայի նավթային արտադրությունը, մեծ վնաս հասցնելով Սաուդյան Արաբիային, բայց ես ակնկալում եմ, որ Սաուդյան Արաբիան նույնպես կարող է արդեն մտնել պատերազմի մեջ ընդդեմ Իրանի, քանի որ արդեն ոչ թե միլիոնավոր, այլ կարող է միլիարդավոր վնասներ է կրում Իրանի գործողություններից։ Կարծում եմ կարևոր է նաև նշել, որ Իսրայելը եւս այսօր օրվա ընթացքում հրթիռակոծվել է եւ ինտենսիվությունը, բայց կարծես թե մի փոքր նվազել է նախորդ օրերի համեմատ, այսինքն արդեն կամաց, ինչպես եւ մենք ասում էինք, կարող է ինտենսիվությունը նվազի։ Բնական է, իրանական հրթիռների քանակը սահմանափակ է եւ դժվար թե օրեցօր դրանց թիվը ավելանա, այլ ճիշտ հակառակը, պետք է որ օրեցօր դրանց թիվը գնալով նվազի։ Եվ երկու խոսքով, սիրելի հայրենակիցներ, անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցին Վրաստան, ինչպես արդեն նախորդ հաղորդման մեջ ես տեղեկացրի, հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, դրանից բացի Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստն է տեղի ունեցել, հետո նաեւ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Վրաստանի եւ Հայաստանի վարչապետերը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախության հիմքի վրա տարածաշրջանում երկարատև կայունության եւ խաղաղության հասնելու համար։ Սա շատ կարևոր հայտարարություն է Վրաստանի համար, չափազանց կարևոր է իր տարածքային ամբողջականությունը, գիտեք, Վրաստանի տարածքները օկուպացված են Ռուսաստանի կողմից եւ սա նոր տենդենսիա է, որ Հայաստանը խոսվում է Վրաստանի օկուպացված տարածքներից եւ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ սա սկսել են նկատել Վրաստանում։ Փաշինյանը նաեւ խոսել է այն մասին, որ հենց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև այդ համաձայնությունները եւս կառուցվում են հենց այդ հիմքի վրա, այդ սկզբունքների վրա, տարածքային ամբողջականություն եւ ինքնիշխանություն։ Իր հերթին Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել, որ Հայաստանը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, այսինքն Կոբախիձեն հստակ ընդգծում է, որ ինքը նկատել է Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը վերջին տարիների
ոչ թե այսօրվա, դա կարևոր է նշել, եւ Վրաստանի համար կարևոր է, որ Հայաստանը խոսում է Վրաստանի տարածքային ամբողջականությունից եւ ինքնիշխանությունից։ Դրանից բացի Իրակլի Կոբախիձեն այդ կարևոր հարցը նկատելուց բացի ասել է, որ Վրաստանը շատ է շահագրգռված, որ Հայաստանի եւ Վրաստանի միջև հարաբերությունները խորանան, ռազմավարական հարաբերությունները ավելի խորացվեն, տնտեսական հարաբերությունները զարգացվեն։ Դրանից բացի վարչապետները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, բարձ է Իրանում այնպիսի մի մեծ պատերազմ է, որ դժվար է այդ հարցը չքննարկել, այդ հարցի ուղղակի կողքով անցնել։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, այս հանդիպումներից դեռևս պարզ չէ, թե Հայաստանին հուզող հարցերը, հատկապես բեռնատարների հետ կապված հարցերը, իրենց լուծումը գտել են թե չէ, բայց դա բնականաբար մի քանի օրերի ընթացքում արդեն պարզ կդառնա եւ շատ պարզ հստակ կերևա։ Այս պայդրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։